Տեսակ հարգելիներս, ես շոկի մեջ եմ, թե ոնց մեր ՔՊ-ի բարի սրտիկով ավտոբուսը քաղաքից քաղաք Նիկոլ Փաշինյանի հետ տարածեց իր սիրո խաղաղությունը, մարդիկ ցնցված էին եւ ապշած էին, քաղաքներում եկավ գարուններ, կյանքը ծաղկեց, իրանց բարևները, իրենց նվերները, տնից տուն գնալով Նիկոլ Փաշինյանը խաղաղություն եւ հանգստություն բերեց մարդկանց սրտերին։ Ես ապշած եմ եւ ինձ մեղավոր եմ համարում, թե ես ինչու այդպիսի սուրբ մարդու վրա այդպիսի վատ հոդվածներ էի տեղադրում։ Բայց հետո հանկարծ մի պես մտածեցի, ասի, բայց այդ գա խես շոկի մեջ ընկել, խես վատացել։ Դու հիմա պատկերացրա Նիկոլ Փաշինյանին հանես, Նիկոլ Փաշինյանի տեղը բերդիր Ալիևին։ Ասես պատկերացրա ավտոբուսն եկավ կանգնավ, Ալիևի իջավ, ԿՊԱ-ականներով իր охранникներով ու լիցնցացավ, здравствуйте, как у вас, все хорошо, все отлично, как у вас тут школа, все нужно ли что-то добавить или нет։ Այդ точно նույն ձևի մեր էս բնակչությունը կընդուներ Ալիևին։ Մոտիկանալին Արցախցու կնոջը կասեր, здравствуйте, все у вас хорошо в Армении, никто не обижает. Если что скажите, если что-то надо, мы сделаем. Дайте я вам помогу, ваши вещи, где вы живете? Там пошли, отличный дом, красивый, все хорошо. Այդ точно նույն ձևի եւ Ալիևին կընդունեին։ Դաժե ինչ Ալիև ախպեր, Ռամիլ Սաֆարովը, այն որ գիշերը տապորով տվեց հայ զինվորի սպանեց, որ հետո Ադրբեջանի բան տվեցին, հերոս տվեցին։ Այ Ռամիլ Սաֆարովն էլ գարիշն էր, ասես նույն ձևի, ասեր, здравствуйте, как у вас, все хорошо, все отлично։ Հա կարող մի քիչ զգաստացված, բայց էլ լրիվ նույն ձևի կբարևեին, նույն ձևի ոչ մի բան չէր փոխվի։ Ստես հասկանում եմ, որ մենք հայերս ունիկալնի մարդիկ ենք պրոստը, հյուրասեր, սենց, վատը մոռացող, չարը մոռացող, անցած ելնի գնացած եղնի, всё ինչ եղել չեղել գնացել է, հիմա դու ամեն ինչ նորմալ է, լավ եք հիմա։ Ես ապշած եմ մի մարդ, որը այս չարիքը բերեց հայ ազգի վրա, որ պետքա պրոստը դատվեր, ինչ արել չարել հոտվածները դրած է, որովհետեւ պատմությունը իրան որպես հանցագործ է ճանաչելու այդ իր ամեն արածի համար, սենց փողոցներով ֆրֆռում է ու ցարի պես ժողովուրդ իրան ասած ինչ եղել չեղել, անցած եղնի, թքած եղնի, ինչ հանես ախպետ մարդիկ ոչ քաղաքականությունից են հասկանում, բայց որ հետդ նստեն բանան, ախպեր բան։ Ես շոկի մեջ եմ հարգելիներս։ Սա ասենք շոկի մեջ։